Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն, հարգելի պարոն փոխվարչապետ, ձեր գլխավորությամբ տեղի ունեցած քննարկումների արդյունքում վաղվա կոմիտեի նիստում ներառված է գնահատման մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը եւ բովանդակային առումով այդ խնդիրները, որոնք որ բացահայտվում են ընդհանուր առմամբ գնահատման գործընթացում, ունեն մի քանի ֆունդամենտալ հիմքեր, այսպես ասված, թե որտեղից են իրենք բխում։ Եվ առաջի հիմքը, որը որ մենք առանձնացրել ենք եւ փորձում ենք այս նոր նախագծով շտկել, դա վերաբերվում է այն տեղեկատվական շտեմարաներին, թե գնահատման գործունեություն իրականացնելու ժամանակ գնահատողը որտեղից է վերցնում իր համար հիմք ծառայող այն օրինակները, որոնց հղում կատարելով իրականացնում է շուկայական գնահատում։ Եվ մենք տեսել ենք, որ գնահատող որակավորված մասնագետին որպես այդպիսին հասանելի չեն այն տեղեկատվական տեխնոլոգիաները եւ այն տեղեկատվությունը, որոնք որ պետությունը պահում եւ մշակում է տարբեր շտեմարաններում, եւ համապատասխան նախագծով առաջարկություն ենք անում, որ պետական մարմինները պետք է ստեղծեն այնպիսի շտեմարաններ, որոնցով որ գնահատողը պետք է ստանա տեղեկատվություն գույքի գների վերաբերյալ, ինչպես նաև բիզնեսի գործունեության որոշակի իհարկե չսահմանափակելով կամ չխախտելով գաղտնիության ռեժիմներ, ստանա տեղեկատվություն եւ իր գնահատման գործունեության մեջ կիրառի բացառապես պետական շտեմարաններից ստացված տեղեկատվություններ, եթե դրանք կան, եթե ոչ, նոր արդեն ինքը իր ենթադրությունների վրա հիմնվի եւ կատարի եզրակացություններ։ Բացի դա, նաեւ տարանջատում են գնահատման որակավորման վկայականների աստիճանակարգը, սահմանելով 3 աստիճանակարգ ըստ գործող բարդությունների գնահատման, թե որ աստիճանակարգով որ գնահատողը ինչ մեթոդաբանությամբ, ինչ գնահատում կկարողանա իրականացնել։ Ներ ենք դնում ավելի լայն էլեկտրոնային շտեմարան, որտեղ որ պետք է հավաքագրվեն շուկայում տեղի ունեցող գնահատման հաշվետվությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, դրանք վերլուծվեն կադաստրի կոմիտեի կողմից, որպեսզի նաև այն գործարքների գները կամ գնահատման արժեքները, որոնք որ այսօր շուկայում առկա են, հնարավորություն ունենան հրապարակել որոշակի ամփոփ տեղեկատվությամբ եւ դրանով իսկ եւս իրազեկել գնորդներին եւ շուկայի մասնակիցներին գործող գների շուկայում փոփոխությունների վերաբերյալ, սա մեզ հիմք կտա նաև որակյալ շուկայի վերլուծություն եւ կանխատեսումներ հետագայում իրականացնել, եւ այս համալիր փաթեթը, որը որ մենք առաջարկում ենք, միտված է հենց կարգավորելու նմանատիպ խնդիրներ, որոնք որ բարձրաձայնվեցին, եւ հուսով ենք, որ կոմիտեում կստանա դրական եզրակացություն հետագայում ազգային ժողովում քննարկելու մեծ դաշտ բացելու նպատակով։ Բացի դա, այս նախագիծը մշակվել է գնահատման հասարակական կազմակերպությունների եւ մասնագետների ակտիվ մասնակցությամբ, իմ գլխավորությամբ տեղի ունեցել ավելի քան 5 երկարաժամյա քննարկումներ, որոնց արդյունքում մենք համաձայնեցված այս նախագծի տարբերակը ներկայացրել ենք, ուզում եմ ասեմ նաև մասնագիտական հանրության հետ լայն քննարկված նախագիծ է սա, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թովմասյան, այսինքն ըստ էության մենք ձեր կողմից առաջարկվող փոփոխություններով կբարձրացնենք այն տեղեկությունների հասանելիությունը եւ մատչելիությունը, որոնք գնահատողների համար կամ գնահատողների կողմից օգտագործվում են շուկայական գնահատումը իրականացնելու իրենց մասնագիտական գործունեության ընթացքում եւ որքանով այդ տեղեկությունները լայն լինեն եւ հուսալի, նրանց գնահատման եզրակացությունն էլ այդքանով ավելի որակյալ կդառնա։ Խնդրեմ, եթե լրացնելու բան ունեք։ Շնորհակալություն, այո, պարոն փոխվարչապետ, ամբողջությամբ ճիշտ եք եւ այստեղ մի կարեւոր հանգամանք կա, որ անկախ ամեն ինչից գնահատությունը իրականացում է եւ գնի վերաբերյալ ենթադրությունները, դրանք մասնագիտական գործընթացներ են եւ վերլուծության արդյունք են, եւ երբ որ մենք ասում ենք գնահատման հաշվետվություն, շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպիսի տեղեկատվության հիման վրա են այդ ենթադրությունները իրականացվում։ Եթե այսօրվա օրինակը վերցնենք, որ գնահատողը ունենալով որակավորման վկայական եւ կատարելով գույքի գնահատում, ինքը գործարքի գներին հասանելիություն չունի։ Մեկ փոքր օրինակ եմ բերում ընդամենը։ Եվ այդ հասանելիության բացակայությունը ստիպում է, որպեսզի ինքը իր հիմքում ենթադրությունների դնի բաց հարթակներում տեղ գտած հրապարակումները։ Այսինքն օրինակի համար որևէ վաճառքի կայքում որևէ նման գույք է գտնում եւ այդ նման գույքին գնին հղում կատարելով փորձում է հիմնավորել, թե ինչի է ինքը հանգել այդ գնի եզրակացության, բայց այնուամենայնիվ մենք շտեմարաներում ունենք վաճառքի արդեն իսկ գործարքներ, որոնք որ արձանագրված կոնկրետ գներով են, եւ սա եւս մեկ աղբյուր է, որովհետեւ ինքը կարողանա ավելի հիմնավոր վերլուծություններ իրականացնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թովմասյան, խնդրեմ պարոն Խուդացյան։ Շնորհակալ եմ, պարոն փոխվարչապետ, կուզեմ ընդամենը մի արձանագրում էլ անել, որի կատարումը Հանրապետության վարչապետի հանձնարարականի
մենք արդեն ամփոփում ենք նաև համայնքային գույքի վաճառման եւ մրցույթների ընդհանուր կարգը, այնտեղ փաստաթղթավորման ավարտական փուլում են գտնվում եւ համայնքային գույքը եւս այսուհետեւ վաճառվելու է բացառապես այս հարթակի եւ ընդունված կարգավորումների սահմանում, եթե կարճ արձանագրեմ, պիտի ասեմ, որ պետական եւ համայնքային բոլոր տիպի գույքերը այսուհետեւ հնարավոր կլինի գտնել միայն մեկ հարթակում եւ այդ աճուրդներին մասնակցել միայն նույն տրամաբանության մեջ։ Շնորհակալություն պարոն Խուդացյան, դա նույնպես շատ կարևոր պարզաբանում է։ Պարոն Թոմասյան։ Շնորհակալություն, հարգելի պարոն փոխվարչապետ, նաև մեկ առաջարկություն հետագայում գործընկերների հետ աշխատանքի կազմակերպման համար, նաև առաջարկում եմ այս բոլոր տեղեկատվությունները ինտեգրել ազգային գեոպորտալին եւ այս գեոպորտալում առանձնացնել առանձին շերտ, որը արդեն կտեղափոխի քաղաքացիներին նաև համապատասխան վաճառքի հարթակներ, այսինքն ազգային գեոպորտալը հանդիսանալով տարածական տվյալների ինտեգրված համակարգ, նաև ծանուցումների քաղաքացիներին տվյալների հասանելիության եւս մեկ համակարգ կարող է հանդիսանալ։ Շնորհակալություն։ Դա նույնպես կարևոր պարզաբանում է եւ ըստ էության մենք տեսանելիություն կամ տեսանելի եղանակով գույքի տեղադրությունը եւ դրան վերաբերող մյուս կարևոր տեղեկությունները բացահայտելով կարող ենք թույլ տալ, որ մենք ստանանք վաճառքի տարվող գույքի համար լավագույն գնային առաջարկը։ Նորից ուզում եմ գալ նրան, որ մեր բոլոր այս որոշումների հիմքում նա է, որ ամենաշահեկան գործարքը տեղի ունենա թե գնորդի եւ թե պետության տեսանկյունից, որպեսզի գնորդը լիարժեք տեղեկացված լինի, թե ինչ է ձեռք բերում, իսկ պետությունը ստանա դրա ամենաարդար եւ արժանի հատուցումը։ Եվ սրան նպաստող էր նաեւ մեկ կարևոր հանգամանք, որ պարոն Ավետյանը արդեն նշեց եւ ես եւս մեկ անգամ կարևոր եմ համարում կրկնել։ Մենք որոշել ենք, որ վաճառքի տարվող հողամասերի դեպքում է դա հատկապես կարևոր, բոլոր սահմանափակումները, որոնք պետությանը հայտնի են, այդ հայտարարության մեջ առկա լինեն, որովհետև մենք քիչ չենք ստանում նաև տեղեկություններ, որ մարդիկ կամ կազմակերպությունները ոչ բավարար չափով տեղեկացված լինելով, թե ինչ սահմանափակումներ կան այդ հողամասի հետ կապված, հողամաս են ձեռք բերել, հետո որոշ ժամանակ անց իրենց հայտնի են դարձել այնպիսի սահմանափակումներ, որոնք նվազեցնում են այդ հողամասի օգտագործման հնարավորությունները, եւ որպեսզի դա անակնկալ չլինի, այն չափով, որ դրանք վերաբերում են տարածական պլանավորման փաստաթղթերին, քաղաքաշինության կոմիտեն կտրամադրի գույքի կառավարման կոմիտեին եւ պարոն Թոմասյան, ենթադրում եմ նաեւ, որ եթե, չգիտեմ, առանձնահատուկ սահմանափակումներ կան, որոնք որ կադաստրի կոմիտեին են հայտնի, բայց հայտնի չեն քաղաքաշինության կոմիտեի գործընկերներին, ապա դրանք նույնպես համագործակցության ամենաարդյունավետ ձևաչափով տրամադրվեն գույքի կառավարման կոմիտեին, որպեսզի դրանք նույնպես հասանելի եւ հասկանալի լինեն։ Խնդրեմ, պարոն Թոմասյան։ Շնորհակալություն, հարգելի պարոն փոխվարչապետ, հենց այստեղ օգնության է գալու ազգային գեոպորտալը, այս ինտեգրման արդյունքում եւ հետագայում ենթակառուցվածքային շերտերի թվայնացման եւ ինտեգրման արդյունքում արդեն իսկ գեոպորտալում տեղադրվելու են այն սահմանափակման գոտիները, որոնք որ թույլ են տալու անմիջապես հետաքրքրվող սուբյեկտին մուտք գործելով այդտեղ տեսնել, թե օրինակ ենթակառուցվածքային սահմանափակում այդտեղ կա թե չկա, քանի որ կադաստրային քարտեզ օդային լուսանկարի հետ ինտեգրված է վաղուց, նաեւ տեսնել արկա է արդյոք այդտեղ կադաստրային քարտեզի որոշակի շեղումներ թե արկա չէ եւ ըստ այդմ պլանավորել իր հաջորդ գործողությունները այս փուլում էլ մենք կմասնակցենք դեռևս առանձին տեքստային կարգով կտանք պահանջվող տեղեկատվություն, եթե գործընկերները մեզ դիմեն, հետագայում այս ուղղությամբ աշխատանքները ավելի ակտիվացնելու պայմանով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թոմասյան։ Այլ հարցեր կամ դիտարկումներ չկան։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ նախագծի հաստատմանը։ Դեմ չկա, նախագիծը հաստատված է, հարգելի գործընկերներ, նիստի օրակարգ սպառված է, նիստը ավարտված է, շնորհակալություն։